Հրապարակ թերթը գրում է Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցից հետո ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների Փաշինյանի արևմտյան մեկենասները նրան հորդորել են խուճապի չմատնվել, չվախենալ Պուտինի սպառնալիքներից կամ ընտրության առջև կանգնեցնելու հրահանգներից։ Եվրոպական գործընկերները Փաշինյանին խորհուրդ են տվել փոքրինչ էլ ձգել, քանի որ ռուս-ուկրաինական ճակատում զարգացումները իբր թուլացրել են Ռուսաստանի հիմքերը եւ շուտով Մոսկվան ինքն է նահանջ քայլ անելու։ Սակայն թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ դիվանագիտական խողովակներով իրենք Ռուսաստանից իմացել են, որ առաջիկայում Ռուսաստանն ավելի կոշտ գործիքակազմ է կիրառելու Հայաստանի նկատմամբ, որ մանևրի տեղ չթողնի իրենց, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է անգամ իշխանական շրջանակներում ապշած են այն ապօրինի մեթոդների ու վայրագության վրա, որով Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլելու գործընթացին։ Ասում են, որ անհասկանալի ատելությամբ ու չարությամբ է նալեցված Ծառուկյանի հանդեպ եւ մտադիր է խլել բոլոր բիզնեսներն անխտիր, պետականացման, հարկային պարտավորությունները չկատարելու եւ այլ անվան տակ, անգամ նրա տունը խլելու հարցն է քննարկվում։ Բայց նույն քաղաքացիական պայմանագրում վստահ են, որ վաղ թե ուշ այդ ամբողջ ունեցվածքը հետ է վերադառնալու Ծառուկյանին եւ պետությունն էլ բյուջեից մեծ կոմպենսացիաներ է վճարելու, որովհետեւ միջազգայնացիաները չեն աջակցի մասնավոր սեփականությունը խլելուն։ Ինչպես Ռուբեն Հայրապետյանը չմարսեց Խաչատուր Սուքիասյանից բջջին վերցնելը, այնպես էլ Փաշինյանը չի մարսելու Ծառուկյանի գույքը խլելը, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով մոտ 1 ամիս է, ինչ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջում է մարզերով եւ ամփոփում ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Թերթի տեղեկություններով նախարարի այցերը ոստիկանության տարածքային եւ տարբեր ստորաբաժանումների բազմաթիվ պաշտոնյաների համար կարող են ճակատագրական լինել։ Թերթի տեղեկություններով ամփոփումների ավարտից հետո համակարգում անխուսափելի են լինելու կադրային փոփոխություններ եւ պաշտոնակություններ, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը կարծես դժվարությամբ է հաշտվում ինչպես պաշտոնազրկման, այնպես էլ թիմից աստիճանաբար առանձնացվելու հանգամանքի հետ։ Թերթի իշխանական աղբյուրների տեղեկություններով մինչ արձակուրդ մեկնել է Սիմոնյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել իրեն աշխատանքի տեղավորել կառավարությունում։ Ըստ այդմ նա ցանկություն է հայտնել նշանակվել փոխվարչապետ կամ Միացյալ Թագավորությունում, Լոնդոնում Հայաստանի դեսպան։ Թերթի տեղեկություններով Փաշինյանը կտրուկ մերժել այդ առաջարկները եւ Սիմոնյանին հորդորել է գնալ արձակուրդ ու հանգստանալ, գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով մի քանի օր է քաղաքացիական պայմանագրում բուռն քննարկումներ են։ Առաջին հերթին որ երկու հանձնաժողովը վերցնել պետիրավական ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, թե վերջինի փոխարեն պաշտպանության հանձնաժողովը։ Երկուսն էլ առանցքային նշանակության հանձնաժողովներ են։ Քաղաքացիական պայմանագիրը հատկապես չի ուզում արտաքինը զիջել ընդդիմությանը, քանի որ այս հանձնաժողովն է փաստացի իրականացնում խորհրդարանական դիվանագիտությունը, ընդունում օտարերկրյա գործընկերներին, մի բան, որ ընդդիմադիրներին օդ ու ջրի պես է հարկավոր։ Մյուս կողմից Պաշտպանության հանձնաժողովն էլ իշխանությունը չի ուզում կորցնել։ Քաղաքացիական պայմանագրում հույս ունեն, որ ուժեղ Հայաստանը տնտեսությունը կգերադասի պաշտպանությունից եւ կվերցնեն ոչ թե պաշտպանության, այլ տնտեսական հարցերի հանձնաժողովը։ Եվ իրենք երկրորդ փուլում կվերցնեն պաշտպանականը, գրում է թերթը։